Ընկերներ, տեսեք, թե Երեմիան ինչ է գրել ձեզ համար, թե ինչպես կարող եք ստանալ բժշկություն։ Երեմիա 17:14 Ինձ բժշկիր, ով Տեր, եւ ես կբժշկվեմ։ Փրկիր ինձ եւ ես կփրկվեմ, որովհետեւ իմ պարծանքը դու ես։ Դուք կհարցնեք, ինչպես կարող է այդպես լինել, դոկտոր Սուարես։ Ասեմ, դուք բժշկվում եք ձեր հավատի միջոցով։ Սկսեք դավանել ձեր բժշկությունը, այդ հիվանդությունը հեռու քշեք ձեզնից, այդ մեղքը հեռու քշեք ձեզնից։ Ասեք, որ բժշկված եք Հիսուսի արյունով, նրա շնորհքով, ու շուտով դուք մեծ փոփոխություն կտեսնեք ձեր կյանքում։ Դիտենք այս վկայությունը։ Ես այսպես էի լինում, երբ շատ էի քայլում։ Ինչքան ժամանակ է խնդիրն ունեք։ Արդեն 2 տարի։ Եկեք հիմա այստեղ, ցույց տվեք ինչպես եք քայլում։ Այս առավոտ դուք վազելով եք անցնելու փողոցը։ Հենց այս պահին սկսեք վազել։ Ես կմիանամ ձեզ։ Եկեք քույրս, վազեք։ Բարեկամներս, Հիսուսը նրան բժշկեց։ Եկեք աղոթենք Հիսուսի անունով։ Ես աղոթում եմ այս մարդկանց համար, Տեր, ում դու արդեն փրկել ու բժշկել ես, թող նրանք դարձի գան, ընդունեն քեզ որպես Տեր ու փրկիչ եւ ընդունեն իրենց փրկությունը։ Ամեն։